Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդներին, օրեր շարունակ Հայաստանի մարզերից ու Սփյուռքից երկրի տարբեր ոլորտներին առնչվող հազարավոր հարցեր են ստացվել։ Սպասված հանդիպումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգով։ Մինչև հանդիպումը երիտասարդները տարբեր ոլորտներին վերաբերող իրենց հարցերը բարձրացրել էին սոցիալական ու մեդիա հարթակներում։ Այս նախաձեռնությունը վերածվել էր յուրահատուկ համահայկական ֆլեշմոբի։ Մի քանի հազար հարցեր ենք ստացել, որոնք ուղղված են հասցեագրված են պարոն Ծառուկյանին։ Բնականաբար այդ ծավալի հարցերը ֆիզիկապես հնչեցնելու հնարավորություն չկար, դրա համար աշխատանքային խումբը խմբավորել է դրանք եւ այսօր մի քանի տասնյակ հարցեր այս դահլիճում հնչելու հնարավորություն կստանան։ Սպորտի, մշակույթի ոլորտներից մինչև մեծ քաղաքականություն հարցերը բազմաշերտ են։ Մեծ է հետաքրքրությունը առաջարկ Հայաստանին ծրագրի նկատմամբ, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացված երիտասարդներին։ Առաջարկ Հայաստանի նախագիծը շատերի համար անսպասելի տարածում գտավ։ Ինչու եմ ասում անսպասելի, որովհետև այսօր մարդկանց մեծ մասը չեն հավատում որոշ տարատեսակ ծրագրերի եւ խոստումների, բայց մեր ծրագիրը այսօր մեծ տարածում է գտել է մարդկանց տները, դարձել է խոսակցության թեմա։ Հարցս հետևյալն է. առաջարկ Հայաստանի նախագծի հաջողության գաղտնիքը որն է։ Հարգելի երիտասարդություն, ուսանողություն, ես հիացած եմ տեսնելով ինչքան գրագետ բանիմաց խելացի երիտասարդություն ունենք։ Եթե կա խելացի բանիմաց երիտասարդություն, ուրեմն կա ապագա։ Այս անգամ ծրագրի գաղափարը միտքը փոխել եմ, այսինքն այս անգամ ծրագիրը կազմում եք դուք։ Տվյալ ոլորտի ներկայացուցիչները մենք դիմում ենք բոլորին, որը առաջարկ Հայաստանի ծրագրով են ներկայանում, ամեն մեկը ներկայացնում է իր խնդիրը, իր խնդրեմը։ Ինչն է խնդիր, ինչն է խնդրեմ, ինչը լուծվելու դեպքում արդեն ավելի լավ կլինի։ Մարդը կզգա, որ իր մասին մտածող կա եւ հնարավորություն տվող կա։ Ինպես մարդուն ինչ է պետք։ Ամեն ինչ ունեմ։ Աշխարհում եք, ինձ պետք է որ մեր երկիրը զարգանա, հզորանա, անվտանգ լինի, տնտեսությունը զարգանա, երիտասարդության դեմքին ժպիտ լինի, հույսով, հավատով։ Ես էլ եմ եղել ձեր տարիքին, որ սովորեմ, ավարտելուց հետո պիտանի մարդ դառնամ, ընտանիք կազմեմ, ճանաչում ունենամ, լավ ապրեմ։ 25 տարի զբաղվում ենք քաղաքականությամբ, ինչ ծրագրեր կազմում ենք, ասենք մարդիկ լուրջ դեմքով կաբինետներում նստած ծրագրեր են կազմում։ Ծրագիրը կազմում եք դուք, մենք խնդիրն ու խնդրեմի լուծումն ենք տալիս եւ բոլոր ոլորտներում։ Հիմա դուք տեսնում եք առաջարկ Հայաստանին ամեն օր հրավիրում են տարբեր ոլորտի մարդկանց։ Շրջաններում, մարզերում շրջում են, ես ասեմ, որ չասեք, թե դուք ինչ եք առաջարկում, այլ դուք հարցեք ինչն է ձեր խնդիրը, ինչն է ձեր խնդրեմը, որ այդ խնդրեմը լուծենք, մարդը զգա դա վերաբերում է իրեն, ոչ թե ճարտար գեղեցիկ գրեն, այլ իրականությունը լուծումը։ Լուծումն էլ պետք է տանք այնպես, ինչ որ մեր երկիրը ունի, ոնց որ ընտանիքը, այնպես էլ պետությունը։ Ընտանիք ունի 8 անդամ, պետություն ունի 18 ոլորտ։ Թող ոլորտներով լիարժեք հավասարաչափ տեղին մտածելով իրականացնելով, որ մարդիկ կարողանան մնալ երկրում, որ մարդիկ մտածեն իրենց մասին մտածող կա։ Մասնակիցներից Ռիփսիմեին հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանի որդու Հովհաննեսի գործունեությունը։ Վերջին շրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում ձեր որդին Հովհաննես Ծառուկյանը։ Նրան հաճախ կարելի է տեսնել տարբեր միջոցառումներում, հատկապես պատերազմի ժամանակ մասնակից եւ վիրավորում ստացած տղաների հետ։ Ասեկոսներ են պատտվում, որ նա ուզում է դառնալ падգամավոր։ Հարցս հետեւյալն է. արդյոք ունի նման ցանկություն, հավակնություն, թե ոչ։ Իմ որդին Հովհաննեսը ոչ ցանկություն ունի, ոչ էլ իրավունք ունի։ Իր տարիքը չի համապատասխանում։ Ես ուրախ եմ, հպարտ եմ, որ իմ որդին լավ գործեր է կատարում։ Առաջարկել է, որ ես անպայման ուզում եմ, որ կարողանամ վիրավորված տղաների համար պայմաններ հնարավորություն ստեղծենք, որ կարողանամ իրենք մարզվելու, պարապելու հնարավորություն ունենան։ Ասեմ, որ շատ դժվար է, պատասխանատու է, ես պատրաստ եմ, ասեմ, եթե դու պատրաստ ես, ես պատրաստ եմ, տղա ջան, ապրես, հալելակես, որ դու համասին մտածում ես, եւ այդ ժամանակ ծանոթացել եմ Էրիկի հետ, բանակում վիրավորված, որը որպես տղա, որպես մարդ իր պահվածքով բոլորն էլ հարգում են, կամք ունի, ձգտում ունի, բոլոր ամեն ինչով։ Ես Էրիկին նշանակեցի Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական, ասի Էրիկ ջան, տղայից հետ միասնական ստեղծեք ինչ որ ցանկանաք, բացի մարզվելուց, եթե պետք է ինչ որ օգնություն բարեգործականից, եթե մարդիկ կարիք ունեն, ձեր տրամադրության տակ է։ Եվ երկուսը միասնական աշխատելով իրար հետ նայելով իրոք կատարում են գործ,
մեր հերոսները, որոնք բանակում կյանքը չեն խնայել, ճակատագիրա գնացել են, նրանք այսօր կարիք ունեն, ուշադրության վերաբերմունքի, որը անտեսված չլինեն, նրանք արել են այն, ինչ որ պետք է երկրին ժողովրդին իրաց ցավը տանեն։ Մենք էլ իմ տղանել, Երիկնել նույն պատասխանատվական ընկերություն են անում, աջակցում են, լավ բան են կատարում եւ օրինակ ենք ծառայում։ Դրանից հետո տղաս դիմեց, մի հարց էլ ունեմ դիմել, ասի տղա ջան, ասա, ոչ օլիմպիական սպորտաձևերը, որը չի ֆինանսավորվում պետության կողմից, որ երեխաներ կան, պետք է գումար վճարեն, սոցիալական ծանր վիճակում են, մենք ստեղծենք պայմաններ, որոնք պարապեն։ Փայլուն միտք է, դուք ճիշտ հասկացեք, որ երեխաները փողոցից պետք է կտրվեն, հրավիրել ենք բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերին, միություն ենք ստեղծել, տղաս ներգրաված է եւ այնտեղ դպրոցներ բացելով, կազմակերպելով, անցյալ տարի 800-ից 1000 հոգի, որը հավաքագրել են, որ երեխաները առանց վճարի պարապում են, որը դա իհարկե մեր երկրի պարում դա շատ փոքր է, քիչ է, որ պետք է լինեն 10000, 20000, 30000, որը մենք պատրաստ ենք։ Ու այդ գործերով նրանք զբաղվում են ու օրորի ավելի ընդլայնելով, ավելի մեծացնելով, ասել են, որ Երիկին էլ եմ ասել, Հովանեսին էլ եմ ասել եւ Գառնիկին եմ ասել, որ կարողանանք ինչ որ պետք է անենք, մենք պետք է ունենանք առողջ սերունդ։ Եթե կա առողջ սերունդ, ուրեմն կա ապագա, եթե չկա առողջ սերունդ, չկա ապագա։ Հովանես Սարոկյանի խոսքով նման ծրագրերը կարևոր են եւ ամեն դետալի մոտենում է մեծ պատասխանատվությամբ։ Պատկերացնում եք, թե ինչքան մեծ է լինելու պատասխանատվությունը, սա առաջին այդ հարցը ինձ հայրս է տվել, որ ես պատկերացնում արդյոք թե ոչ, եւ եթե չպատկերացնեի, ես ինչքան մեծ է լինելու պատասխանատվությունը, չէի մտնի այդ աշխատանքի տակ, չէի ստանձնի այդ աշխատանքը։ Ես շփվելով շատերի հետ ընկերություն անելով մարտարվեստների ներկայացուցիչների, ստացա այդ միտքը եւ սկսեցի մշակել ծրագիրը ու մենք սկսեցինք զարգացնել։ Եվ ասեմ ավելին, այլ խոսքերով դա պատվի հարց է ինձ համար, մենք պետք է այդպես էլ շարունակենք։ Ու ինչպես հայրս է ասում, համաձայն իր խոսքին, եթե չկա առողջ սերունդ, չկա ապագա։ Երիտասարդներին հետաքրքրում է վերջին տարիներին մեզ պատած խեղճության թեման ու դրա հաղթահարման ուղիները։ Շատ հետաքրքրեց ինձ այն հայտարարությունը եւ իմ հասակակից երիտասարդներին, որ դուք նշեցիք մեր հայ ազգին չի սազում այս խեղճ վիճակը եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դուրս գանք այս վիճակից։ Հարցս հետեւյալն է, ուզում եմ հասկանալ, ինչը ձեզ ստիպեց այդ հայտարարությունը անել եւ ինչպես պետք է անենք, ինչ գործողություններ պետք է անենք, որ այս վիճակից կարողանանք դուրս գալ։ Արցախի պատերազմից հետո բոլորս էլ կոտրված, խեղճացած, մտքերի մեջ, ինչ որ ասեն անկախ ամեն դա կապ չունի սոցիալական վիճակը, իրավիճակը, ես օրը 100-200 մարդու հետ եմ շփվում, դրսում, արտասահմանում, ազդեցիկ հայրի հետ, սովորական մարդկանց հետ, աշխատողի, շինարարի, փոքր ու միջին բիզնեսի, բոլորը կոտրված են։ Չկա աշխարհում մի հարց, մի խնդիր, որ լուծում չունենա։ Բոլորն էլ լուծում ունեն։ Ես ռեալ ինչին որ կպա ինչ գործին, ասեցի դա պետք է անեմ ամենալավը։ Մենք նայում ենք մեր հնարավորությունը, մեր եղածը, դրա հիման վրա, որ մենք կարողանանք կազմակերպել, մտածել, ծրագիր իրականացնել, այդ հարցերը կարգավորել։ Մենք չենք կարող խեղճացած մնալ, սա մեզ ամոթ է, ամբողջ հայությանը։ Մենք պարտավոր ենք միասնական քննարկելու, իրականացնելու, որ մենք կարողանանք աշխարհին ապացուցենք, որ այդ խեղճությունից մենք դուրս գանք, բոլորն էլ մեզ կհարգեն։ Խեղճությունը մեր թշնամին է։ Մենք պետք է մեջք-մեջքի տանք, էտատելություն, թշնամանք, մերոնք, ձերոնք։ Բարեկամը բարեկամի հետ չի խոսում, հարևանը հարևանի հետ չի խոսում։ Եղբայր, պետք է վերջ տանք ամեն ինչին։ Մենք պետք է կարողանանք միասնական կազմակերպենք, ով խելոք բան ասում, ով ճիշտ առաջարկ անում, նա պետք է ընդունենք, նա պետք է կատարենք, նա պետք է իրականություն դարձնենք։ Այդ ժամանակ աշխարհն էլ կհարգի եւ մենք նոր դաշնակիցներ էլ կունենանք, ուժեղ մարդու հետ են հաշվի նստում, թույլ է ոչ մեկն էլ հաշվի չի նստում։ Անմշակ հողեր ու արտագաղթ երիտասարդների համար կարևոր է նաև գյուղոլորտի զարգացումը։ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ առանց գյուղատնտեսության նախարարության ոլորտը չի զարգանա, ծրագրերը պետք է լինեն հասցեական։ Մեզ շատ հետաքրքիր է դուք ինչ կառաջարկեք, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, մեր գյուղական բնակիչները բարելավեն իրենց կյանքը, լավ ապագայով ապրեն, էլի։ Ու մեր նպատակն է, որ ունենանք զարգացած երկիր, հզոր պետություն, բարեփոխենք այսօր, ապագան կերտենք վաղը։ Առաջնային խնդիրը հարգելի երիտասարդություն, անհրաժեշտ է, որ գյուղնախարարություն ունենանք։
Առանց գյուղնախարարություն գյուղատնտեսություն չի կարող զարգանալ։ Գյուղատնտեսությունը այսօր երկիրը պահողն է, կերակրողն է, սահման պահողն է։ Բայց որ գյուղնախարարություն չկա, անտերություն, երկարաժամկետ ծրագիր պետք է լինի, գյուղացիների հետ համագործակցեն, նայեն, թող գնան գյուղերում, ես չեմ ասում, ես նորություն եմ ասում, գնան գյուղերում, գյուղացուն ասեն, ի՞նչ է խնդիրը, խիչ ես մշակում, գյուղացին կպատասխան, չեն մշակում, սերմ չկա, ամեն տարի նոր սերմ, սերմնաբուծարանները չեն աշխատում, մարդուն վարել ցանելու համար հարկավոր է որ սերմ տան, որ նոր սերմ լինի, որ նա ցանի գոնե իր ծախսը կրկնակի երակի գումար պետք է առնի։ Մենք ունենք մոտ 480,000 հեկտար հող, ցաումը 150,000 հեկտար է, որը մնացածը չի ցավում, թողում են արոտավար, գյուղերը դադարվում է, քանդվում է, այսօր ոչ գյուղատնտեսություն կա, ոչ անասնապահություն կա։ Անասնապահությունն էլ դրել են բոյնիներ, մորտման ցեխեր, որ պետք է 50,000, 100,000 տան, այնտեղից բարձի տան այնտեղ, այնտեղից տան այնտեղ, այն իր 500 դրամ էլ պետք է ամեն քաշից պետք է այնտեղ վճարի, դա համար են մարդը ոչ պահում, որտեղ մինուս է գնում, չեն անում։ Ավելի շատ ներ են կրում դրսի Հնդկաստանի գոմեշի մսերը, որ մենք կարան գնահատություն տանք, արկել կհանդիսանանք ավելի ռաստամոճկեն մեծ դինի, որ մերը կարողանա ծախվի ամբողջ աշխարհում, ինչը որ այդ պետությունը արտադրում է, արտոնություն հնարավորություն են տալի, որ տեղի մարդը, աշխատողը, արտադրողը մշակողը կարողան առաջերտին իր ապրանքը ծախի։ Գյուղացուն հարկավոր է գյուղերը բոլ երիտասարդություն չի մնում, եղբայր։ Գյուղացին գոնե դե մնալով, կտրված լինելով ամեն ինչով, գոնե իմանա, որ կարողանա բարեկեցիկ իր տունը պահի, իր բալիկներին, իր թորնիկներին։ Բայց եթե չի կարողանում, ասենք թե գավել գումար վաստակի, ինչի համար է։ Ծերերն են, որ մնացել են։ Եթե նրանք էլ թողեցին եկան, ինչ որ մարդել տանեն այնտեղ, նա պետք է ծնված լինի այնտեղ, մեծացած լինի, տեսնի, որ եղանակին ցանում, ինչ սորտ են ցանում, երբ պետք է ցանեն, երբ պետք է հավաքեն, մեծ ուշադրություն պետք է դարձնեն, արտոնություն տան գյուղացուն, որ պետք լինի, պետք է սերմնել ջրի տան, ջուրն էլ ջրի տան, պետք է հոսանքը կամ գազը 50% տան, վարարտանյութը պետք է անվճար տան, բայց ինչի համար է գյուղացին մնում այդ չոլերում, ասենք թե ոչ կենտրոններ կան, ոչ էս թեկուզ մի հատ կենտրոն էլ սարքեն։ Պետք է լինի ընդունման կետեր, սառնարաններ, մշակելուց էլ ասենք թե մնում այնտեղ, այնտեղից հավաքեն բերեն քաղաք, հետո 100 դրամով վերցնում են քաղաքում 1500 դրամ վաճառում են, էլի գյուղացին օգուտ ունի։ Գյուղացու մասին հարկավոր մտածել, գյուղնախարարություն բացել, արտոնություններ տալ, դոտացիաներ տալ։ Վարդենիսում կառուցել եմ, որը եկան ինձ դիմեցին, ասեցին, կառուցեցի սառնարան, որը 12000 տոննա, դեռ էլի պետք է կառուցենք, դա քիչ է։ Ուրբաթ օրը գնալու եմ, եթե որից հայ ես դու գնալու ենք տես ինչ են կարել, ինչ ներդրում են կարել, որ անհնարին ոչինչ չկա, որ կարող են կազմակերպել, սարքել, դնել ու ապացուցել եւ մրցակցություն կա, եւ որակ կա, եւ էկոլոգիապես շատ մաքուր։ Հատիս լեռան գագաթին վերհառնող Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը մեծ ոգևորությամբ են ընդունել։ Վստահ են աշխարհին ներկայանալու ենք նոր այցեքարտով, զբոսաշրջային քարտեզի վրա մեր երկրի անունը կարմիրով է գրվելու։ Պարոն Ծառուկյան, մեզ հետաքրքիր է այն հարցը, որ դուք Քրիստոսի արձանը համարում եք որպես ներքին համերաշխության, ազգային վերածննդի եւ աշխարհի ներկայանալու խորհրդանիշ։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ նկատի ունեք հենց այս ձևակերպումների տակ։ Մեր ազգը միշտ հպարտ ազգ է եղել, ուժեղ ազգ է եղել, խելացի ազգ է եղել, աշխարհով մեկ։ Ոչ մի ազգություն այդքան տարբեր ոլորտներում մարդ չի ունեցել, ասենք հիմա այսօր ցանկացած ոլորտում որ վերցնես աշխարհի մակարդակով 10-ից 1-2-ը հայ են։ Բայց այսօր մենք ասելու բան չունենք։ Չկա ասելու բան։ Բայց մենք ոնց կարանք տենց լուր նստենք, պետք է կարողանանք ապացուցել, որ մենք ուժեղ ենք, մենք պետք է կարողանանք երկարաժամկետ ծրագիր կազմենք, պատերազմից հետո 5 տարի, 10 տարի, 20 տարի, այն մեր բացողումներն ուղենք, ավելի զարգացնենք, որ պետք է կարողանանք պետությունը պետք է պայման ստեղծի, հնարավորություն տա, որ ժողովուրդը փող աշխատի։ Ժողովուրդը ինչքան հարուստ լինի, պետությունը ավելի հարուստ կլինի։ Ժողովուրդը պետության մեջ ժողովուրդը աղքատ է, պետությունը աղքատ է, թույլ է։ Դա ակսիոմ է, դա քննարկման ենթակա չի։ Դու պետք է հնարավորություն տաս, մարդը հարստանա, ուժեղանա, ավելի շատ փող դնի եւ ավելի գնացածներն էլ հետ վերադառնան։ Աշխարհի առաջի քրիստոնյա ազգը մենք ենք։ Բայց ինչի համար մինչև այսօր չենք արել։ Ու իմ նպատակը սա է, որ դա ազգային վերածննդի հաշտության, համերաշխության աշխարհի ներկայանալու խորհրդանիշ։ Իմ ընտանիքը այդ գումարը առանձնացրել է։ Միայն պետք է որ
ազգովի կառուցենք, որ բոլորը մասնակցեն մի հատ քար դնեն, որ ոչ թե Ծառուկյան ընտանիք, այլ դա ազգովի Ծառուկյանի միտքն է եղել, բայց ազգովի են կառուցել։ Ու արդեն որ սկսեցինք հիմքը դնել աշխատել, այսօր ամբողջ աշխարհը գալի ու գալիս է Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, գալիս են ուսանողներ, աշխատողներ, կոլեկտիվներ, 300 հոգի, 500 հոգի, 1000 հոգի, վելնդե չկա, որ ես իր այդ չեմ խոսում, իր այդ նեղացած եմ, հաշտ, համերաշ, աղոթքը շուրթերին, հիացած, սպասումով, հավատքով, որ պետք է աշխարհին նոր խորհրդանիշով ներկայանանք։ Ինչ եղել է, անցած լինի, կյանքում միշտ է լինում է, բայց մենք բոլորս պետք է լավատես լինենք։ Ու մանավանդ որ վերջում էլ հավաքվում են, աղ ու հաց են կիսում, ու շատ տպավորված, շատ հիացած, ոնց որ հաշտ համերաշ իրար հետ վերադառնում են։ Սա եղել հիմնական նպատակը, ու դուք էլ երբ որ տակերենգնի, այսպես բոլորդ կազմակերպած գալ են, որ իրենք էլ մի քար դնեն, հավաստագիր ստանաք, որ անկախ նրանից երբ կլինի, որտեղ կլնեք, որ ձեր բալիկներին, թորներին էլ ասելով, որ դուք մասնակից եք այդ գեղեցիկ կառույցին, քար եք դրեք, որ ձեր նպատակն է իրականություն դառնա։ Երիտասարդների հետաքրքրության շրջանակը բավականին լայն է, ոչ միայն շինարարության ընթացքն է հետաքրքրում, այլև հարցերով ավելի հեռուն են գնում։ Ձեզ մի հետաքրքիր եւ տարօրինակ հարց ունեմ տալու։ Մեծ ուրախությամբ դուրս։ Երբ որ ավարտեք Քրիստոսի արձանի կառուցումը, հաջորդը ում արձանը կկառուցեիք, եթե կառուցեիք, եւ ըստ ձեզ այս երկրում ով է դրան ամենից շատ արժանի։ Ապրես։ Հալալակ է, շատ ուժեղ հարց ես տվել։ Առանց երկար մտածելու հարցիդ պատասխանեմ, կկառուցեի հայ կնոջ արձանը։ Հայ կանայք, արժանեն մեծարման, գնահատականի, ամենա, ոնց ասեմ, որ ցանկացած հզոր տղամարդու հարցնես, որ մենք ինչ էլ անենք մեր կանանց համար, միևնույնն է պարտք ենք մնում։ Տղամարդու պատիվը ընտանիքի անունը դա կինն է պահում։ Նրանք արժանեն մեծարման, գնահատականի։ Եղել է պատերազմ։ Մարդիկ իրենց որդիներին կորցրել են, կանայք կորցրել են իրենց որդիներին, այդ վիշտը, ցավը, սպին մինչև կյանքի վերջ մնում է։ Բայց այնքան համարձակություն, որ աշխարհին ապացուցում մենք կոտրվող չենք, մենք պայքարող ենք, դրանով հաշտվող չենք, կինը 40, 45, 50 տարեկան պայքարում է որդի ունենում, անունը նույնն է դնում, ու աշխարհին ցույց է տալիս, որ մենք կոտրվող չենք, մենք պարտվող չենք, մենք պայքարող ենք։ Իրանց ցավը տանեմ, իրենք արժանեն մեծարման, հարգանքի եւ խոնարհման։ Իմ մոտ բոլոր պատասխանատու գործերին կինն է, որը լիարժեք թույլ չի տալիս թե ֆինանսական, թե ստուգելու հարցով որևէ խախտում լինի։ Մաքուր, հարգանքով նա երբեք թույլ չի տա ինչ որ մի բան սուտ ասի։ Որտեղ ասեն ամենագեղեցիկ արձանը, կնոջ արձանը ես կդնեմ, իմ համար մեծ պատիվ է, որ այդ արձանը որպես հայ կնոջ կերպար, որ մենք կարողանանք դնել, գոնե որոշ չափով կարանք մեր կանանց խաթրը առնել, ասեմ։ Քաղաքականությունից տնտեսություն, գյուղատնտեսությունից մշակույթ հանդիպման ժամանակ այս ու այլ ոլորտներին վերաբերող հարցեր են հնչել։ Մեկ հարց ունեմ, որը կարող է ձեզ դուր չգալ, ուր էիք վերջին 5 տարիների ընթացքում եւ մեր պետությունը անցնում էր դժվարությունների միջով։ Մանե ջան, ուր էի, Հայաստանում, ձեր կողքին, ժողովրդի կողքին, լավ ու վատ օրերով ձեր հետ եմ եղել։ 2020 թվականին Թուրքիան զորավարություններ է անում Ադրբեջանում, ինչի համար անում, զորքերա կուտակում։ Ես հավաքեցի իմ թիմին, խորհրդակցություն արեցինք, ասացի, որ լավ հոտ չի գալի, վտանգ է Ղարաբաղի համար, Ղարաբաղն են կորցնելու, զոհեր ենք տալու։ Դրանից հետո որևիցե մեկը, ասենք, ընդդիմությունը, քաղաքական գործիչները, պետությունը ոչ մեկ չհանդիպեց, ասեց Ծառուկյան ջան, ինչի համար ես այդպիսի բաներ ասում, ինքը ինչն է, ինչ պատճառով ես դու ասում։ Ոչ մեկը։ Այդտենց էլ մնաց։ Ես ասեմ հունիսի 5-ին, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսեց։ Այդ ժամանակ ես բանտում էի։ Իմ տղաներին փաստաբանի միջոցով իմաց արեցի, սիրտս կտոր էր լինում, որ ես 4 ամիս առաջ եմ ասել։ Տղաներից ասի տեղակ բայք, թող մի քանի միլիոն ինչքան կհավաքեն, թող Ղարաբաղ գումար ուղարկեն մեր ընտանիքի կողմից։ Անկախ նրանից ես բանտում եմ, բայց մեր աջակցություն մասնակցությունը պարտադիր է։ Ուղարկել են։ Հետո եղավ նոյեմբերի 9-ը։ Ցույցեր, միտինգներ, ժողովուրդը
Քաղաքական գործիչները այսպես չի լինի, նոր ընտրություն, նորապետ, այսպես չի կարա շարունակվի։ Դիմել են ինձ, ես իմ թիմին հավաքել եմ, ամենամեծ խմբակցությունը ես ունեի, ասեմ իմ թիմակիցներին, եթե ժողովուրդը ուզում է, որ պետք է լինի ընտրություն, մենք համաձայն ենք թող լինի նոր ընտրություն։ Էլ իմ թիմով պատրաստվել ենք, ծրագրեր կազմել ենք, հիմնական ամենակարևորագույն կետերը վարկային խնդիրը, որը դրած էր ոնց պետք է լուծվի, որ մենք ունենք 650,000 ընտանիք, 2,400,000 վարկառու, եղել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ պատերազմ։ Պարտավոր է պետությունը քայլ կատարելու, մարդկանց այդ ցեխից հանելու, որ լիարժեք մարդիկ կարողանային շունչ քաշեին, առողջապահության համար եղե, ուսանողության համար եղե, փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, ներկայացել ենք շատ գեղեցիկ, ոչ մեկ չի կարդացել։ Ընտրությունից հետո նորից հրավիրել եմ իմ թիմին, ասելով շնորհակալ եմ ովքեր որ մասնակցել են ընտրության, շնորհակալ եմ ովքեր մեզ ձայն են տվել եւ շնորհակալ եմ իմ թիմից։ Իմ թիմը լավ չի աշխատել, մենք լավ չենք աշխատել, չենք կարողացել ժողովրդին տեղեկացնել մեր ծրագրերի մասին, ուրիշները ավելի լավ են ներկայացել, ես ցավը տանեմ, այսօր էլ թող նրանք էլ ժողովրդի առաջ պատասխան տան։ Ու մենք էլ անցել ենք մեր գործին, դրանից հետո շրջափակման ժամանակ օրը գիշեր կազմակերպելով, օգնելով, ֆուրերով, ինչ որ պետք է եղել։ Օգնել ենք ամեն ինչով, բոլորը տեղի ղեկավարությունը Արցախի գիտի, ժողովուրդը գիտի, ճանաչողները գիտեն, օգնել ենք։ Հետո շրջափակման ժամանակ բոլոր ծնված երեխան ինչքան երեխա ծնվել։ Ասեմ կազմակերպեք ոսկե խաչեր հանձնենք այդ երեխաներին, դա պատմություն է, որ նրանք կմեծանան պիտանի մարդ կդառնան, կզգան ու տեղի ժողովուրդն էլ կզգան, մենք իրաց չենք մոռացել, մենք միշտ իրենց կողքին ենք։ Դրանից հետո եղավ հայաթափման, որ ասենք թե ամբողջ հայությունը եկավ Հայաստան, դադարք եկել են, կազմակերպելով, օգնելով սնունդա, բնակարանը տեղավորել ենք, սնունդով ապահովել ենք, գործով ապահովել ենք։ Դրանից հետո սկսել եմ Քրիստոսի արձանը կառուցել։ Հիմա էլի շարունակեմ, թե էլի կա ասելու բան, շարունակեմ, թե բավարար է։ Հիմա իմ խնդրանքն է, որ այս հարցը դու են ցանկացած քաղաքական գործիչներին տաս, այն մեծ խոսացողներին էլ տվեք, որ նրանք ինչ են արել։ Ու նորից առաջարկ Հայաստանին ծրագրի մասին։ Մասնակիցներից Նաիրան տպավորված է այս ծրագրի ամբողջ պրոցեսի թափանցիկությամբ, հարցն էլ հենց դրա մասին է։ Սկզբում ես էլ չէի հավատում այդ մրցույթին, հետո դուք խոստացաք, որ անձնապես եք երաշխավորելու այդ արդյունքների արդարությունը։ Ես մասնակցեցի եւ շատերի նման հաղթողների ցանկում էի, իրականում աչքերիս չէի հավատում, որ առանց արդարություն կարող է լինել։ Որ առանց ծանոթի, առանց որևէ մեկի օգնության կարող եմ հաղթել։ Հարցս շարունակության մասին է, ինչ է լինելու այդ առաջարկների, գաղափարների հետ։ Երբ որ ուսանող երիտասարդության այդ հարցը ծրագիրը ոնց պետք է ուսանողները ներկայացնեն իրենց խնդիրը, պրոբլեմը, որ դա լուծումները մենք տանք, որովհետև այն ասի կազմակերպի դե դիմի մրցույթ են կայտարարում, որ հաղթողները կպարգևատրվեն, ասում է 10 օր, 15 օր, չէ, ոչ մի բան, մի հատ, երկու հատ, մի շաբաթ, 2-3 հատ, դե իմ մոտ արդեն հետաքրքրություն առաջացավ, խի ոնց sense կարող է լինել, ես դասախոսներին հարցեցի, մոտ մարդկանց հարցեցի, ու պատահական մի երիտասարդ պարոն Ծառուկյան, մի հարց կարող եմ ձեզ տալ, ասի աղջիկը, ինչ է, որ դուք մրցույթ եք հայտարարել, ասի այո, բայց ասեց արդարացիա լինելու։ Ես չասի ոնց արդար։ Անձամբ ես հետևելու եմ արդարացի, այո, 100% արդարացիա լինելու։ 2-3 օր հետո արդեն 100, 200, 300, 400, 500 առաջարկները արդեն հասկացա, թե հիմնական խնդիրը անարդարության խնդիրն է, որ պետք է ու չիմանալով կարող ասենք այսքան նստի, չարչարվի, թուղթ սևացնի, մեկ հանդեպ պայմանավորվել են ծանոթ բարեկամին մեր կողմը պարգևատրում տալու են ուղղակի։ Ամենա ընդունված, հարգված մարդկանց հանձնաժողովի անդամ ընդգրկել ենք։ Բացի դա, մի անգամ էլ ես հատուկ վերցել եմ, նայել եմ, կարդացել եմ ու ասեմ այդ ժամանակ, որ զգացի մենք ինչքան գրագետ, պատրաստված, բանիմաց երիտասարդություն ենք, որ կարելի է հիանալ, հպարտանալ, տուն եմ տարել, մորս եմ տվել, կնոջս եմ տվել, ասեմ կարդացեք, ու նրանք էլ հիացած ինչ բանիմաց երիտասարդություն ունենք։ Պետք է լինի արդարություն։ Ես ասեմ, հավասարի դեպքում, որ իմ տղան մրցույթին մասնակցի, ես կամաչեմ հաղթանակ իմ տղային տամ։
Այնպես որ այդ անարդարությունը կա, պետք է ուղղվի, որ բոլորն էլ վստահ լինեն։ Հաղթել է ուժեղը, հաղթել է խելացին, հաղթել է արդյունավետը։ Ու բոլոր ոլորտում էլ եւ առաջընթաց կլի, եւ զարգացում կլի։ Ես ձեզ առաջարկում եմ ձեր այդ թիմով միանալ այս մեծ թիմին, որ դուք ձեր ծրագրերը, առաջարկները կյանքի կոչեք։ Պարոն Ծառուկյանը բոլոր հնարավորությունները ձեզ կտա։ Սեպտեմբերին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ 2026-ի խորհրդարանական ընտրությանը մասնակցելու է առաջարկ Հայաստանին ծրագրով։ Իսկ որն է այդ ծրագիրն ու երբ է ներկայացվելու հանրությանը, հետաքրքրվում են երիտասարդները։ Դուք ընտրություններին ներկայանալու եք առաջարկ Հայաստանի ծրագրով։ Այո։ Եվ հարցս հետևյալն է, թե ինչ ձևաչափով եք մասնակցելու ընտրություններին։ Խեմ ես հարցս անձնավորում։ Քանի որ խոսակցություններ կար, որ դուք չեք մասնակցելու ընտրություններին։ Ոչ չեմ մասնակցելու։ Այո, ասեք։ Երևի ասեկոսներ էին, պարոն Ծառուկյան, դրա համար կուզենայի ձեզանից անձամբ լսել։ Մասնակցելու եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությունով եւ մասնակցելու եմ առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ծրագրի մեջ Կարան մասնակցեն, այսօր իմացեք, պարտադիր չի Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ լինի, որ մեր հետ մասնակցի։ Հին ու նոր չկա։ Պետք է մարդիկ համախմբվեն, այս վիճակից դուրս գանք։ Մտածված, առաջարկ Հայաստան ծրագրի մասին խոսել եմ, ձևաչափի մասին չեմ խոսել։ Այսօր ուզում եմ ասել, կարևորը, որ բոլորը դուք էլ իմանաք, մնացած բոլոր ժողովուրդն էլ, ընտրողներն էլ, այս երկրում ապրողներն իմանան։ Ամենակարևորը կուսակցությունը չի, թե կուսակցությունը ում հետ կգնա, դաշինքով կգնա, մանդատ կստանա, որ համարն է, կարևորը պետությունն է, կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է, այնպես որ, դες մարդկանց մտածելակերպը շատ դիտական, կամ մնացած հարցերն են, ես մոտ ժամանակներս ձևաչափը կներկայացնեմ շատ գեղեցիկ անակնկալներով, այնպես որ շատ չի մնացել, կներկայացնենք բոլորն էլ թող տեսնեն, հանգստանան, տեսնեմ դրանից հետո ինչ են ասել։ Երբ առաջին անգամ հայտարարեցիք առաջարկ Հայաստանի նախագծի մասին, դուք ասացիք, որ սա վերկուսակցական ծրագիր է եւ ձեր համար կարեւորը մարդու գիտելիքն է եւ աշխատելու պատրաստակամությունը։ Բայց ես նաև լավ եմ հիշում, որ դուք ասացիք, որ դուք անձամբ չեք հավակնում վարչապետի պաշտոնին։ Իսկ ունեք թեկուզ ձեր մտքում վարչապետի թեկնածու։ Ես ասել եմ, մեկ անգամ եւս հաստատում եմ, որ վարչապետի պաշտոնին հավակնություն չունեմ, ցանկություն չունեմ։ Ես վարչապետի պաշտոնին թեկնածու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մեկը մեկից գրագի հետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված։ Իսկ այդ թեկնածուները նախկիններից են, թե ներկաներից։ Ուրեմն ասեմ ձեզ, արգելի երիտասարդություն, մենք պետք է մոռանանք նախկինն էլ ներկան էլ։ Խոսում ենք ապագայից, ապագայի վարչապետ է։ Մեր երկրին պետք է ապագա։ Այնպես որ նախկին ու հին ու նորը մոռանանք, խոսենք ապագայի մասին։ Հնչում է սոցիալական ցանցերում ամենաշատ տարածված հարցերից մեկը։ Դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ դուք չեք ավարտել Հարվարդ։ Ու սա փոխաբերական իմաստով նշանակում է, որ դուք չեք ասում, դուք ամենան եք։ Սա ըստ իս մեծ հարգանքի առարկա մոտեցում է, որովհետև ոչ բոլորը կարող են վեր կենալ ու սեփական անձի մասին այդպես խոսել։ Հարցս հետևյալն է։ Արդյոք դուք պատրաստ եք ձեր շուրջը համախմբելու պայմանական ասած Հարվարդ ավարտածներին։ Հիմա նոր դուք կյանք եք մտնում, կշփվեք, կտեսնեք, անցնի 5 տարի, 10 տարի, 15 տարի։ Ծառուկյանի ասածը դուք կհիշեք միշտ։ Որ միշտ մարդիկ, հզոր մարդիկ, կարող մարդիկ, ազդեցիկ մարդիկ շատ համեստ են։ Այն որ մարդիկ իրենցից բան չեն ներկայացնում, գլուխ գովալ, պահվածքով, նրանք դադարք մարդիկ են։ Այսօր տնտեսությունը զարգանում է ոչ թե էժան աշխատուժի վրա, այլ գիտության հիման վրա։ Այսօր ամբողջ աշխարհը Չինաստանից չի կարող մրցի։ Պետք է այսօր կարողանանք գիտելիքը օգտագործենք։ Հայաստանում գիտության վրա գումար չի դրվում, գիտության վրա պետք է դնես կարող է 3 տարի արդյունք չլինի, 4-րդ տարին այնպիսի արդյունք լինի, որ ամբողջ տնտեսությունն էլ, պետությունն էլ պահեն, զարգացնեն, հզորանա, բյուջեն էլ ավելանա, գումարներն էլ ավելանա, կա ոլորտներ, որ էժան աշխատուժով չէ գիտության հիման վրա։ Ու ամենակարևորը այսօր Հայաստանում ոչ թե աշխատատեղ չկա,
մասնագետ չկա։ Կառույց չկա, որ կարողանա մեր այդ բանիմաց, ավարտած, դրսում են ավարտել, ինչ են ավարտել, որ ֆակուլտետ են ավարտել։ Մենք այսօր պահանջարկը հենց մեր երկրում է պետք։ Ինչքան ուզում ես հզոր եղի, դու եթե բանիմաց մասնագետներ չունես, որ կարողանան տեխնոլոգիաները մասնագիտական օգտագործեն, հաջողություն չես կարող ասես։ Ես հիմա քեզ ասում եմ, կարող են կազմակերպել, ներկայացնել, ուսանող ավարտել է այս ինչ տեղը, այսքան ես պատրաստ եմ հավաքի, քանի հոգի կուզես։ Ինձ էլ գրավիրեք, ես կգամ, բոլոր հարցերն էլ կպատասխանեմ։ Ձևաչափն էլ կորոշեք։ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ հարցը տարբեր բևեռների մասին է։ Ռուսամետ կամ արևմտամետ խոսույթն իրականում սխալ ձևակերպում է, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյան, ընդունված է գործիչներին, քաղաքական ուժերին, անգամ սովորական մարդկանց բաժանել արևմտամետերի եւ ռուսամետերի։ Այդ բաժանման մեջ դուք ձեզ որտեղ եք տեսնում։ Ով ուզում է մեր ժողովրդին բաժանի արևմտամետ եւ ռուսամետ, դա մեր թշնամին է։ Ոչ մեկին պետք է մենք չթշնամանանք ոչ մեկի հետ։ Մենք գործիք չենք, խաղալիք չենք, ինչ ճիշտ հասկացեք։ Մենք ոչ մեկի հետ պետք է չխզենք։ Այսօր ամբողջ աշխարհը ուզում է Ռուսաստանի հետ հարաբերություն ստեղծի, հարաբերություն պահի, Ամերիկայի հետ ուզում են հարաբերություն պահեն, Չինաստանի հետ ուզում են հարաբերություններ պահեն։ Մենք ինչի համար պետք է թշնամանանք, փոքր պետություն լինելով, ով ծրագիր կներկայացնի, ավելի մեծ ներդրումներ կատարի, անվտանգություն կապահովի, ավելի լավ պայմաններ կստեղծի, որ մեր ժողովուրդը ապահով լինի, պաշտպանված լինի, տնտեսությունը զարգանա, հզորանա, նրա հետ մեր կապերը ավելի լավ պետք է լինի։ Մենք այսօր ինչքան հիշում ենք Ռուսաստանի հետ միշտ մեր կապը, հարաբերությունը, մենք ունենք մոտ 4 միլիոն հայություն Ռուսաստանում բնակվող, ունենք Ամերիկայում 2-3 միլիոն բնակվող։ Մենք ոնց կարանք հարաբերություն չացնենք, որ մեր պատճառով նրանց հարաբերությունները տվյալ երկրում վատանան։ Այլ հակառակը մենք պետք է լավացնենք, կազմակերպենք, հարաբերությունները պահենք, որոշողը մենք ենք, առաջինը պետք է նայենք պետական շահը, ժողովրդի բարեկեցությունը, երկրի անվտանգությունը։ Երիտասարդներին շատ ոգևորել էր բլոգեր Բելա Բաբախանյանի պատմությունը։ Գագիկ Ծառուկյանին հաջողվել էր կանխել նրա արտահանձնումը Ադրբեջան։ Ինչպես ստացվեց ձեր մոտ, ինչպես կարողացաք այդ ամենը անել։ Եթե ես որ բերել ենք այդ հարցին չեմ պատասխանել, ուրեմն հիմա էլ չեմ պատասխանելու։ Ուրեմն կան հարցեր, որ նրանք ասելու խնդիրներ չեն, ներկայացնելու խնդիր չեն։ Հարցի երկրորդ մասը այն է, որ հիմա Բաքվում պահվող գերիների հետ կապված ինչ-որ հարցեր իրականացվում են։ Ուրեմն նորից դա վերաբերում է դրան, որ կան հարցեր, որոնք մեկնաբանության ենթակա չեն։ Ինչպես կանխել արտագաղթը, դժվարությունները հաղթահարելու, ընտանիքներ կազմելու ու բարեկեցի կյանքով ապահովելու համար ինչ պետք է անի պետությունը։ Մենք ուզում ենք ընտանիքներ կազմել, ունենալ երեխաներ, ապրել, կայանալ, ստեղծել բարիքներ մեր երկրում։ Ամեն քայլի մենք հանդիպում ենք դժվարությունների։ Ինչպես պետք է պետությունը փոխի այս իրավիճակը եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որ երիտասարդների համար հեշտացնի ճանապարհը։ Մեր արժանի փոխարինողները մեր երիտասարդներն են, պետք է մտածենք երիտասարդների սովորել են, ավարտել են աշխատանքի հասնա, երկրորդը գալիս է ընտանիք կազմելու։ Իհարկե բնակարան, որ այսօր պետք է լիարժեք այդ հարցը պետությունը նախաձեռնի, ես չեմ ասում, որ ջրի տան։ Պետությունը կազմակերպեն, ֆինանսորեն, մասնավորին միացնեն, մարդիկ կառուցեն, բնակարանի հարցը լուծենք նոր ամուսնության։ Պետությունը պարտավոր է նոր ընտանիքներին լիարժեք արտոնություն տա, հնարավորություն տա, կամ գումար տրամադրի անտոկոս, կամ հողհատկացում անի, հարսանիքի համար գումար նախատեսի, օրինակ արաբական երկրներում, Դուբայում, ամուսնանումա 300,000 գումար են տալիս, կամ բնակարան, Քուվեթում 1 միլիոն են տալիս, ես չեմ ասում 1 միլիոն 300,000, բայց պետք է քայլ կատարեն, հիմա դու բալիկ ես ունենը, բալիկը դա պետք է պրոբլեմ չլինի, դա ուրախություն է, պետք է գումար նախատեսվի ամեն երեխայի, առաջինինը կլինի չգիտեմ ինչքան, երկրորդինը ավելի շատ, երրորդինը, չորրորդինը ինչքան գնալով, որ ավելի շատ լինի, որ դա ուրախություն է, երջանկություն է, հզորացում է։ Ես ասում եմ, պետք է այս ոլորտների ճիշտ բաժանում լինի։ Տես ես չասեցի, որ պետք է էսել նվեր տան, տուննել տան, էսել տան, բայց քայլեր պետք է կատարեն, որ մարդիկ զգան իրենց մասին մտածում են, որ իրենք կարող են լիարժեք ընտանիք կազմել, ունենալ իրենց ընտրյալին, որ իրենք մնան իրենց հայրենիքում, քարին դնեն, զարգացնեն, երեխաներ ունենան, ինչքան շատ երեխա ունենան պետությունը ավելի մեծ ուշադրություն կդարձնի եւ ամեն ինչ նորմալ կլինի։
Երկրում սոցիալական խնդիրները բազմաթիվ են, հատկապես ծանր վիճակում են թոշակառուները։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, ձեր դիրքորոշումը, քանի որ կարծում եմ բոլորն էլ կփաստեն, որ հիմա այս խայտառակ ցածր թոշակների արդյունքում թոշակառուները շատ լավ պայմաններում են։ Ապրես, հալալա քեզ, որ դու մտածելով տատիկ-պապիկների հարցը բարձրացնում ես։ Իրենք, որ ամբողջ կյանքում աշխատել են, ստեղծել են, կառուցել են, պաշտպանել են, նրանք կարիք ունեն ուշադրության, խորը ծերության ժամանակ, ու իրենց համար ամենաթանկը, որ ինքը իր թոշակով, թորնիկի համար, թեկուզ 5000-3000 դրամի բան առը, ինքը իրեն հզոր է զգում, որ դա իր ստեղծածն է։ Ազնվությամբ եմ ասում, այդ ոնց որ տատիկ-պապիկներին կյանքը երկարի, իրենք զգան, որ պետությունը իրենց մասին մտածել է, իրենք իրենց գումարով են դա անում, դեմքների ժպիտ է գալիս ու թոշակով առը, թոշակները պարտադիր պետք է բարձրացվեն, ես տես ուրիշների պես չես գործի մարդ եմ, չեմ ասում 100,000, 200,000, մեկը հարց պետք է տա այդ 100,000-ը ոնց է լինել, մի հատ ինձ բացատրի ես հասկանամ, ասկես շատ հացարակ է, ձեզ էլ ասեմ, որ իմանալ, հիմնական ցանկացած գումար աշխատավարձ բարձրացնելու համար պետք է տնտեսական աճ լինի։ Տնտեսական աճի ժամանակ հարկավոր է պայմանավորություն ստեղծել, արտոնություն տալ աշխատողին, կառուցողին, շինարարին, գյուղացուն, որ ավելի շատ շրջանառություն լինի, ավելի շատ գումար մնա։ Մեր երկու 1% տնտեսական աճը 24-ից 25 միլիարդ է։ Եթե մենք կարողանանք տնտեսական աճ ձևակերպել, արտոնություններ տալ, հնարավորություն տալ, որ ավելի շրջանառությունները ավելի մեծանա, եթե լինի 10-12% տնտեսական աճ, դա դառնում է 300 միլիարդ, որ 300 միլիարդը կարած լիարժեք բաժանում կատարես, ասենք 10 միլիարդը թոշակի, 2 միլիարդը ուսանողներին, 5 միլիարդը առողջապահությանը, շինարարությանը, տարբեր ոլորտներում, ասենք թե արվեստին, մշակույթին, գիտությանը կարող ես բաժանել։ Իսկ բացի դա մինչև տնտեսական աճը պետք է հաշվարկելով եղած գումարը, որը բյուջեն նախատեսում է ամեն տարի։ Ինչ դժվար է, որ ասենք թե տատիկ-պապիկների թոշակը 5000 դրամ ամեն տարի 3000 դրամ ավելացնեն, որ գոնե մտածեն այդ մարդիկ, որ պետության վիճակը ծանր է, տնտեսական, ասենք ճգնաժամ ա եղել, համաճարակ ա եղել, պատերազմ ա եղել, բայց մենք ձեզ չենք մոռանում, ձեր ցավը տանեմ, ձեզ հարգում սիրում ենք, դուք մեր մեծերն եք, դες մենք ձեզ չենք մոռացել, այսքան ավելացրել ենք, մյուս տարի այսքան ավելացրել ենք, միշտ մեծին պետք է հարգես, մեծի մասին մտածես, որ նրանք արե դրե ստեղծել են, պաշտպանել են, լույս աշխարհ են բերել իրենց բալիկներին, իրենց թորնիկներին, կարիք ունեն ուշադրության եւ վերաբերմունքի։ Սա հիմնական մոտեցումն է։ Հաջորդ հարցը համացանցում ակտիվ տարածվող մի տեսանյութի մասին է, որտեղ երիտասարդ աղջիկը խոսում է հայկական կոնյակի Չերչիլի ցիտատով սկսեմ, վստահ եմ գիտեք, վերջինս ասել է երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք հավային սիգարներ եւ խմեք հայկական կոնյակ։ Հարցս հետևյալն է, արդյոք հետևում եք այս խորհրդին ու եթե այո, ինչ եք անձնապես նախընտրում կոնյակի հետ։ Այո, հայկական կոնյակը տարբերվում է բոլորից, բոլոր կոնյակներից։ Ծում կոնյակը վերջանում է, որին տակառով են ուղարկել, որին շերով, միշտ ուրիշ չեն խմում։ Ով որ ինձ դիմում է, որ ինքը պետք է իր կողմից տանի, անընդհատ իրեն մենք հետ ենք ուզում, որ ուղարկում են գնում են։ Ով կցանկանա ով կոնյակ խմում է, բոլորին կբերես կոնյակի գործանից մի օր երկու օր առաջ կասեք, մենք բոլորս այնտեղ համտես կանենք, Չերչիլը օրական մի շիշ կոնյակը խմել, մի հատ էլ սիգարա ծխել, բայց սիգարը երբ որ Չերչիլ դառնա, այն ժամանակ նոր դուք կփորձեք, շոկոլադը ես ձեզ կույրացրեմ։ Գագիկ Ծառուկյանը վստահ է, միասնաբար ու համատեղ ուժերով է հնարավոր երկիրը ոտքի հանել։ Արդյոք պատրաստ եք գնալու շրջել Հայաստանի հեռու եւ մոտիկ գյուղերով, շփվել մարդկանց հետ տեղում եւ խոսել նրանց հետ իրենց խնդիրների մասին։ Ով կցանկանա, որ տարածքում, որ տեղում, որ համայնքում, գյուղում, փողոցում, դրսում, ներսում, դա ուսանող կլինի, ծառայող կլինի, գյուղացի կլինի, շինարար կլինի, մեծ ուրախությամբ, մեծ ցանկությամբ։ Նույնը երիտասարդության հետ, եթե հարցեր կան խոսալու, քննարկելու, պատրաստ եմ ասելու, ներկայացնելու, խորհուրդ տալու։ Եվ ամփոփելով հարց ու պատասխանը երիտասարդներին հետաքրքրում է, թե որն է Գագիկ Ծառուկյանի ամենակարևոր խորհուրդը իրենց։ Խոսքով ոչ մեկին չհավատակ։ Դա պետք է լինի պահված գործունեություն, արարք ժամանակ։ Անպայման։
ապացուցում է նվիրվածությունը, հավատարմությունը գործով ժամանակի հատվածում, որ մարդ ունենում է լավ ու վատ օրեր, թե իրենց ոնց են պահում։ Հիմնական հացը ցանկացած մարդ ուզում է, որ իր կյանքում ինքը խապված չլինի։ Ոնց որ կինոյում գրքում է, ամեն մարդ ուզում է ընտրյալ ընկեր, իր զույգը, իր կյանքի ընկերը լինի հավատարիմ նվիրված, որ անմնացորդ մինչև վերջ հավատարիմ, երջանիկ, ժպիտով կարողանաք վայելել, ստեղծել եւ ապրել։ Շնորհակալություն։ Հարցերը անկաշկանդ էին, բայց հանդիպումը շարունակվում է նաև ավելի ազատ միջավայրում։ Այստեղ էլ երիտասարդների հետաքրքրությունը սահման չունի։ Եթե դուք այս բանի լինեիք 16 տարեկան, ապա ինչպիսի քայլեր կձեռնարկեիք ներկայիս Հայաստանի Հանրապետությունում հաջողության հասնելու համար։ Կարևորը հույսը դնում ես քո վրա։ Կարևորը նախանձ չես լինում, չկամեցող չես լինում, բարի ես լինում, կամենում ես բոլորին։ Ու քո հնարավորության սահմանում ես քայլեր գցում։ Փոքրից պետք է սկսես։ Ու նայելով Աստված քեզ, որ դու բարի ես, կամեցող ես, հավատարիմ ես, Աստված են հաջողությունա բացում, պետք է Աստված կամենա, Աստծո հաջողակի շնորհը պետք է ստանաս դու, հաջողակի շնորհը տալիս է նրան, ով բարի է, կամեցողը, հավատքով է, նախանձ ու չար չի, չկամ չի։ Խնդրեմ։ Պետությունը, որն ունի նման փայլուն երիտասարդություն, վստահաբար մեծ հաջողություններ է ունենալու, կարծում է Գագիկ Ծառուկյանը։ Իրենք էլ սա ինքնադրսևորման լավ հարթակ են համարում ու հայրենիքին ծառայելու բացառիկ հնարավորություն։